Եթերում Սպուտնիկ զրույցն է, ես Սուսաննա Հովանեսյանն եմ։ Նրա ստեղծագործությունները հիմնված են հայ պոեզիայի և ժողովրդական բանահյուսության վրա։ Կարելի ասել, որ նա ժամանակակից այն երաժիշտներից է, ում ստեղծագործությունները ասես այլընտրանք են ավանդական ժողովրդական, դասական, հոգևոր և ինչու ոչ էստրադային երաժշտությանը։ Եվ ամենակարևոր հանգամանքը նրան դժվար է շփոթել։ Իմ զրուցակիցն է երգչուհի, երգահան, ճարտարապետ Լիլիթ Պիպոյանը։ Բարի օր, Լիլիթ Պիպոյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Սիրով։ Կարծում եմ մեր ունկնդիրները հենց այս պահին կփաստեն մի կարևոր հանգամանք, որ վերջերս չեք երևում, ձեզ քիչ է հնարավոր հանդիպել թե եթերում, թե համերգասրահներում, որն է պատճառը։ Համերգասրահների մասին չեմ համաձայնվի, որովհետև ընդհակառակը ես այս վերջերս բավականին ակտիվ եմ։ Նախ, սկսեմ նրանից, որ 23 թվին 16 երգից բաղկացած նոր սկավառակ ձայնագրեցի, որ ամբողջությամբ մտավ Ռադիոյի Ոսկի ֆոնդ, եւ դրանից հետո էլ բավական ակտիվ եմ, առաջ ես ավելի քիչ էի ելույթ ունենում։ Հիմա ասենք այս տարվա, որ ասենք եթե հաշվենք հունիսից հունիս, մոտավորապես 6 համերգ եմ ունեցել, որը ինձ համար շատ է։ Նախորդ տարին նույնպես, այնպես որ ես եթերում չկամ, բայց իրականության մեջ կամ։ Մի առիթով ասել եք, որ մեզ մարդուն առհասարակ շատ պետք է երգը։ Ինչու է երգը այդքան կարևորել, ինչու ոչ երաժշտության այլ ժանր կամ արվեստի այլ ճյուղ։ Ես չեմ հիշում, որ այսպեսի բան ասած լինեմ, որ ես շատ եմ կարևորում երգը, Մարդուն երգ է պետք։ Չեմ հիշում, ճիշտն ասած, ասեմ, որ երիտասարդ տարիներին շատ ավելի էի սիրում մարդու ձայնով արտաբերված երաժշտությունը, քան գործիքայինը։ Բայց հիմա այդպես չէ։ Ինչ է փոխվել։ Ես եմ փոխվել։ Ու հիմա ես մի տեսակ գիտեք ինչ, այդ առանձին մարդու գործոնը, այդ մենակ ինձ թվում ավելի թույլ, քան երբ որ խումբ է նվագում, երբ որ նվագախումբ է նվագում, անսամբլ է նվագում, հետո գիտեք ինչ, այդ ոնց ասեմ, կոնկրետացված, անձնավորված այդ երգեցողությունը հիմա ես ավելի ստորադասում եմ ոչ վատ իմաստով գործիքայինի, որը այդքան անձնավորված չի, հասկանում եք ինչ եմ ասում։ Այսինքն հիմա խմբով եք հանդես գալիս։ Հիմա ես ասեմ, որ այս տարվա ընթացքում, որ ասում եմ այդ համերգները, մեծ մասը մենակ եմ ելույթ ունեցել, որովհետև շատ կարոտել էի մենակ երգելուն, այն իմաստով, որ դժվար է երաժիշտների հետ, որովհետև ես ամեն անգամ, ես երբեք նույն ծրագիրը չեմ կրկնում երկու անգամ, ես ամեն անգամ զրոյից եմ պատրաստվում, որովհետև մեծ երգացանք ունեմ, ու ես անդադ ուզում եմ տարբեր բաներ ներկայացնել։ Իսկ ինչպես սիրված երգերը, որոնց ունկնդիրը սպասում է։ Սիրված երգերը ճիշտ է կան, ու իրենք միշտ ուզում են, դա ես տենց մի քանի սիրված երգ միշտ ներառում եմ, բայց տարբեր երգացանկերով եմ ելույթ ունենում եւ ամեն անգամ ոնց որ զրոյից փորձ ենք անում, ես իմ խումբը չունեմ, ինձ հետ նվագած երաժիշտները գնացել են։ Նրանք են առաջինները գնացին Պորտուգալիա, այն մյուսները գնացին Մոսկվա, այն մյուսները գնացին նահանգներ, չկան, ես անընդհատ նորից եմ հավաքում, ու դա բարդ process է, եւ հետո գիտեք ինչ, ես հիշում եմ մի անգամ բանն էր խոսում, այս ինձ նման խնդրի մասին, Վարդանը չէր Պետրոսյան բանը, Սահակյան, Վահրամը Սահակյան, ասում էր, որ հնարավոր չի, որ դերասաններ հավաքել, որովհետև ամեն դերասան միշտ ահավոր զբաղված է, երաժիշտներ ավելի վատ վիճակում են այդ իմաստով, իրենք աշխատում են, ասենք թե նվագախումբերում, հետո վազվզում են տարբեր, եւ իրենք չեմ ուզում ասել չեն ուզում, բայց չեն էլ կարողանում շատ փորձ անել։ Այսինքն հիմնական կազմ պահելը բարդ խնդիր է բոլոր առումներով։ Ես դրանից արդեն վաղուց եմ հրաժարվել, հիմնական կազմ պահելու համար գումար է պետք, աշխատավարձ պիտի տաս,
ես ուզում եմ ասել, որ երաժիշտները չեմ ուզում վատ բաներ ասել երաժիշտների մասին, բայց գիտեք, sense հասկացություն կա երաժիշտների մեջ գրդոն։ Հասկանում եք։ Եվ որ դու սեսիոն երաժիշտները, գրդոնը կոպիտ է։ Սեսիոն երաժիշտը, սեսիոնիկը գալիս է նվագում, գնում է, ինքը արդեն քո հետ ոնց որ գործ չունի։ Դա շատ դժվար է։ Ու դրա համար վերադառնալով խոսքի սկզբին, որոշեցի, որ ես կարոտել եմ մենակ ելույթ ունենալուն ու մի քանի համեր կարել եմ մենակ, դաշնամուրով մի անգամ, կամ հետո մի հատ ուրիշը դաշնամուրով ու գիտարով, մենակ։ Լավ, դու ազատ ես ավելի, որ մենակ ես։ Բայց ամսի 20-ին դրել եմ համերգ, նորից հավաքել եմ խումբ։ Առանձին կխոսենք համերգի մասին։ Այն նշեցիք, որ շատ երաժիշտներ հեռանում են, ինչ-ինչ պատճառներով։ Հավանաբար դուք եք ունեցել նման հնարավորություն, առիթներ, հրավերներ, բայց եւ գիտեմ, որ դուք երրորդ սերունդն եք, որ նույն տեղն եք ապրում Երևան քաղաքի եւ երրորդ չէ, չորրորդ։ Չորրորդ։ Հա, չէ, ես երրորդն եմ, իմ զավակներն են չորրորդ, հա։ Եվ հիրավի ոչ միայն հենց այդ տունը համարում եք ձեր տուն, այլ միգուցե ամբողջ Երևանը եւ ունեք դրա իրավունքը։ Ինչն է ձեզ գրավում Երևանի մեջ, ինչն է ուրախացնում, ինչն է ոգեշնչում եւ ինչու ոչ ինչն է տխրեցնում։ Ես ասել եմ մի անգամ էլ ու դա իսկապես անկեղծ եմ ասում, իսկապես դա այդպես է։ Ես երբ որ տնից դուրս եմ գալիս փողոց, հատկապես այդ փոքր միկրո շրջանը, որը շրջապատում է իմ տունը, ես բոլորովին դուրս գալու զգացողություն չեմ ունենում։ Ես միևնույն շարունակում եմ մնալ ներսում։ Ես անկեղծորեն ես շարունակում եմ մնալ իմ տանը։ Այդպիսի զգացողություն ունեմ ու դրա համար ես երբ որ քայլում եմ, ասենք այն Թումանյան փողոցն, Աբովյանը, Սայաթ-Նովան, Ալբանձյանը, այդ մի քիչ ավելի ներքև, այդ իմ շրջակայքն է, ես այսպես մայրական հոգատարությամբ, ասենք, հավաքում եմ, մաքրում եմ, բան եմ անում, դիտողություններ եմ անում, զանգում եմ, գրում եմ, ինչ որ մարդկանց այդպես մասնակցում ուզում եմ, որ լավ լինի, մաքուր լինի, սիրուն լինի։ Երևանի մասին ընդհանուր առմամբ անկեղծ որ ասեմ, այն որ Երևանը դառնում է համատարած ճաշարան, դա ինձ դուր չի գալիս։ Մի տեսակ դուրս չի գալիս դա։ Չգիտեմ, մարդիկ կարող ասեն դե բիզնես է, բանա լավ է, այս այն է։ Սննդի օբյեկտները շատացել են։ Փողոցները ամբողջ բոլորը սեղան աթոռ է դրած։ Ես հասկանում եմ, որ դա երևի այն ամենաաշխատող բիզնեսն է, դրա համար են մարդիկ դրան դիմում, բայց մի տեսակ այդ կուրորտային քաղաքի դիմագիծը շատ չեմ Կարծում հավանում։ եք Երևանին հարիր չէ։ Ես չեմ հավանում, ես վաղուց եմ ապրում, հասկանում եք, ու ես հիշում եմ այն ժամանակները, երբ Երևանը այդպես գործող եռուզեռով, արդյունաբերական, գիտական քաղաք էր, մշակութային, այդ եմ հիշում, այդ եմ սիրում, ես դա եմ սիրում, դա եմ համարում քաղաք։ Իսկ ասենք կուրորտային քաղաքները, որոնք հիմնականում հիմնված են տուրիզմի վրա, չնայած Երևանը այդ աստիճան հիմնված չի տուրիզմի վրա, բայց միևնույն է այդ համատարած այդ ճաշարանային բանը չեմ սիրում։ Քիչ հետո կվերադառնանք հենց այս թեմայի շարունակությունը, միայն հիշեցնեմ մեր ունկնդիրներին, որ Լիլիթ Պիպոյանը ավարտել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև Ռոմանուս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը եւ ընդունվել Հայաստանի ճարտարագիտական համալսարան եւ մասնագիտությամբ ճարտարապետ եք։ Իսկ գուցե պատճառն այն է, որ Երևանին նայում եք ճարտարապետի աչքերով։ Դե իհարկե ես նայում եմ նաև ճարտարապետի աչքերով եմ նայում, ես զննում եմ շենք միշտ, ես հանգիստ չեմ կարողանում քայլել, ես զննում եմ շենքը, ես նայում եմ, ասենք, գովազդը, ինչ չափի է դրած, ինչ գույնի է դրած, ինչ տառերով է գրած, ինչ լեզվով է գրած։ Ժամանակակից արդի մոդեռն ճարտարապետությունը ձեզ չի գոհացնում։ Ես ժամանակակից արդի մոդեռն ճարտարապետությունը շատ եմ սիրում։ Սիրում եք։ Այո։ Երևանինը։ Ես չեմ սիրում, գիտեք ինչ, 90-ականներին, զրոյականներին, երբ որ նոր էր, տենց ոնց որ թե հետ խորհրդային քանդվեց ինչ որ բան, հետո ոնց որ նոր, այդ շրջանի ճարտարապետությունը ամենից շատ չեմ սիրում, ամենաահավորն է, որովհետև
շահ անվերջանալի արդեն որերորդ անգամ, որերորդ շրջապտույտով շահագործվում է այսպես կոչված դասական, նեոդասական, կլասիցիստական, այսինքն թամանյանական ոճը ինչքան կարելի է դա շահագործվում է, դա արդեն սրտամաշ են արել այդ ոճը ճարտարապետները քամել են արդեն ինչքան հնարավոր է արդեն ժամանակն է ալտեսեք աշխարհը ուր է հասել ասենք ժամանակն է թարմ նոր ու ես գիտեմ որ հիմա երիտասարդները անում են տենց բաներ բայց անում են հիմնականում բնակելի տների վրա հասարակական կառույցներ չեն որ դա տեղին է ճաշակով է համապատասխան է ընդհանուր անսամբլին ճարտարապետական տալիս ինչ անշանակում միշտ է որ իհարկե միշտ չի ու ամեն դեպքում տաղանդ է պետք ուզում հիմա մենք ես խոսեցի ոճից բայց ավելի առաջնային է տաղանդը եթե տաղանդավոր է ճարտարապետը ինքը լավ բան կստեղծի որովհետև թամանյանական ճարտարապետության ջատագովները բավականին շատ են հատկապես ավակ սերնդի եւ այն ինչ որ խախտվում եւ խարխլվում է այդ ճարտարապետությունից բավականին ցավագին է ընդունվում շատերի կողմից ես դա գիտեմ բայց ես ասում եմ որ ավակ սերնդից հետո եկած սերունդը այդ դրանք այն մի տեսակ ոնց ասեմ առանձնատներ էին դնում sense կոպիտ մի տեսակ անտաշ անոճ տգեղ լրացումներ էին անում շենքերի վրա, ասենք սև 19-րդ դարի սկզբի շենքի վրա ինչ-որ սպիտակ մանսարդաներ սյուներ են դնում, էին դնում, անունը չտամ, լսողները կհասկանան։ Այլ կերպ ասած հիմա գոհացնում է ձեզ Երևանի վիճակը, եթե վերցնենք միայն Երևանը։ Ես ասեցի գոհացնում է։ Ուզում հասկանալ Չէ, դուք ինձնից միանշանակ պատասխան եք սպասում։ Երևանը հիմա դուք ուզում եք միայն ճարտարապետությունից խոսենք, թե ընդհանրապես քաղաքային կյանքից։ Երևի եւ ճարտարապետություն եւ ընդհանուր։ Ընդհանուր առմամբ ես ուզում եմ, որ Երևան քաղաքը լինի եւ դառնա ապրելու, աշխատելու ու հանգստանալու համար հարմարավետ, լավ կազմակերպված, խելացի ձևով կազմակերպված, առողջ օրգանիզմ։ Ինձ, անձամբ ինձ, Լիլիթ Պիպան, հնարավոր չի խաբել գինար փուկների, բաների, այդ ժխորներով, ինչ որ տենց փոքրիկ տնակներ, ինչ որ տեղեր դնելով, ուզում եմ ասել, ինքը քաղաքը պիտի առողջ լինի, Ինչ է դա նշանակում, դա փողոցները պիտի այնպես նախագծված լինեն կամ լրացվեն, որպեսզի հեշտ տեղից տեղ հասնվի, տրանսպորտը պիտի այնպես լուսված լինի, որ այդ աստիճան չխեղդի, փոսորակները դե հիմա ես էլի ընկա այդ բանի մեջ ասենք այդ փորած փոսորակները, որոնք փոշի են արտադրում, դրանք պետք է կամ փակվեն, կամ պետք է կանաչապատվեն, կիսակառույց շենքերը պետք է հասցվեն մինչև վերջ, այն շենքերը, որոնք մշակութային արժեք են իրենցից ներկայացնում, պետք է պարզվի դրանց տերերը, ինչի են դրանց տիրացել, իսկ ինչի չեն շահագործում, հասկանում եք, կան Ամիրյան փողոցի վրա, Աբովյանի վրա, հազարը մի բան կա, օդը պետք է վերջապես մաքրվի ինչ-որ ձևով, այս բաները եթե լուծվեն, ավազի, չգիտեմ, հանքային չային վերևում, երիտասարդության պալատն ինչի քանդեցին, չհասկացամ, ընդեղի բանը ինչու քանդեցին, լողավազանը ես ընդեղ գնում եմ, շատ լավ լողավազան էր։ Ուզում եմ ասել, երբ որ դու փնթի չլվացված չլողացած, խճճված մազերով կնոջ վրա ասենք, շպարն կսես, ինքը ավելի դրանից տգեղան, իրան պետք է սկզբից լողացնել, մազերը կտրել, սանրել, դա նկատի ունեմ, ես դա եմ ուզում,
ու այդ մի տեսակ այդ հիստերիա եմ ես զգում, ասենք Երևանի մեջ, երբ որ այդ բաները, այդ հավաքները, բաները տենց մեծ Զբոսաշրջիկները չեն ուրախացնում մեծ հոսքը, մեծ քանակը, թեկուզ գինու փառատոնի շրջանակներում։ Դե ուզում են Երևանը դարձնեն ավելի գրավիչ զբոսաշրջության համար, ստեղծում են բազմաթիվ առիթներ։ Ես որպես կենտրոնի բնակիչ ուզում եմ ապրել առողջ քաղաքում, կարելի է ես իմ ցանկությունը հայտնեմ, ուր գնամ։ Լավ թող գան զբոսաշրջիկներին, ուրախ եմ, թող գան։ Գինու փառատոնը թող լինի, բայց այն մնացած են հիմնային հարցերը, դրանք։ Դրա համար ես այդ թերություններն եմ նկատում, որովհետև իմ կյանքը շատ դժվարացել է։ Հիմա ինձ ասում են գնա տուն ծախի, գնա, չգիտեմ, ուր գնա։ Չեմ կարող ես ոչ մի տեղ գնալ։ Գույքահարկն է գինը բարձրացել։ Գույքահարկը կբարձրանա, եւ այն պատճառաբանությամբ, եթե հարմար չէ, կարող ես գնալ։ Հա, բայց ես ուզում եմ, որ այդ ծանր հարցերը վերջապես ինչ որ տեսնենք, որ դրանք լուծումներ են ստանում։ Օրինակ ինձ որ մնար, ես կենտրոնի կանգնելու գումարը նույնիսկ ավելի կբարձրացնեի, ես կբարձրացնեի, շատ կբարձրացնեի։ Այսինքն այն ինչ որ հիմա կա, գտնում եք մատչելի է։ Չգիտեմ ինչա, բայց ես ուզում եմ, որ այնքան թանկ լինի, որ մարդիկ, որովհետև ես կարծում եմ, որ հասարակական տրանսպորտից ուղղակի կոմֆորտը չեն ուզում մարդիկ կորցնել դրա համար, չգիտեմ, կարող է սխալվում եմ, բայց հասարակական տրանսպորտը, ես չգիտեմ, ես հիշում եմ Նյու Յորքում, երբ որ ես տրոլեյբուս էի նստում, ինչ կարգին լավ հագնված, կարգին ցիվիլ մարդիկ էին այդ տրոլեյբուսում նստած, որտեղ այնտեղ անհնար է, ուղղակի դու մեքենա չես կարող կանգնացնել ոչ միտեղ։ Հասարակական տրանսպորտից սիրուն օգտվում են մարդիկ, իսկ ինչ վատ բան կա դրա մեջ։ Ես օրինակ շատ սիրում եմ հասարակական տրանսպորտը, գիտեք, որտեղ ես բան եմ, դեմոկրատ եմ իմ տեսակով։ Ես սիրում եմ հասարակական տրանսպորտը։ Լավ ման է դա, որպեսզի մի քիչ թեթև, լավ, մենք իսկ թվում է շատ երկար խոսեցինք այս մասին։ Բարի, մի փոքր շեղենք, բայց էլի մնանք եւ երաժշտության եւ ճարտարապետության թեմայի մեջ։ Կներեք, որ մեջբերում եմ ձեր խոսքերը, բայց այլ կերպ ձեզ եւ ձեր գործունեությանը չէի կարող ծանոթանալ։ Հարցազրույցներից մեկում դժգոհել եք, որ ձեր ժանրի երաժիշտների համար համապատասխան դահլիճներ չկան Երևանում։ Կամերային են, բայց ակուստիկայի տեսանկյունից հարմարավետ չեն։ Այս դեպքում կարծես փայլուն մեկ տեղում էր երաժիշտի եւ ճարտարապետի։ Կյանքի ընթացքում ունեցել եք այդպիսի նախագիծ, ցանկություն։ Ես շատ քիչ եմ աշխատել որպես նախագծող ճարտարապետ, ես ընդամենը 2 տարի եմ աշխատել։ Իսկ դա համագործակցեք, քանի որ տեսնում եք ինչպիսի դահլիճ է պետք նման երաժիշտների Ես համար։ գիտեմ, ես լրիվ տեսնում եմ դա ինչպիսին պիտի լինի, դա պիտի լինի առանց բաների, առանց ձևականության, պարզ, ուղղանկյունաձև դահլիճ, պիտի մեջը անպայման ձայնային ակուստիկայի մասնագետ շատ լավ աշխատի, այդ դահլիճը պիտի լինի 500 տեղանոց, նստատեղերը պիտի լինեն սև, ինքը պիտի ունենա լույս, ձայնային ապարատուրա, համակարգ եւ այլն։ Այդպես 500 տեղանոց մի դահլիճի կարիք ունի եւ լավ ակուստիկա իրականում մենք իսկապես չունենք դահլիճ։ Հիմա Բաբաջանյան սրահն է մի քիչ խելքի եկել վերջին նորոգումներից հետո ոնց որ իր նախկին շուքը վերականգնել է, 260 տեղանոց դահլիճ է։ Լավն է, բայց տենց ժամանակակից ու լավ ձայնային հատկություններ ունեցող դահլիճ մենք իսկապես չունենք։ Օրինակ ֆիլհարմոնիայում էլ ես ֆիլհարմոնիայի համերգասրահում գիտեք այնտեղ վատ է լսվում, այնտեղ դու պիտի անպայման մեջտեղի շարքերում նստես միջին մասերում, որպեսզի կարողանաս մի քիչ կողք նստում ես, չես լսում։ Ես մի անգամ այս վերջերս գնացել էի համերգի, իմ դեմ ինձնից մի քանի քայլ երրորդ շարքում էի նստած պիցիկատոյին, ոչինչ չի լսվում, այդ ձայնը ուր է գնում, ես չգիտեմ։ Չենք ասում ամֆիթատրոնի եւ ամֆիթատրոնը կարող է պետք է մի քիչ ոնց որ թե ավելի լավ է, օթյակը դե բան չի լսում, իհարկե, այդ իմաստով մի քիչ մարզահամերգայինի փոքր համերգասրահն է ոնց որ վատը չի։ Նա էլ մեծ է։ Հենց այդ մասին է ուզում խոսենք լսարանի։ Այդ ձեր ժանրը
իզուր չասացի, որ շատ յուրահատուկ է եւ շատ քիչ մարդ կա, որ հենց խոսքը ոչ միայն հեղինակային երգի մասին, այլ հայկական, միջնադարյան աշխարհիկ երգերի, տեքստերի համադրությունը բավականին նոր թարմ ժամանակակից շնչով քիչ են նման կատարողները։ Կարծում եք, որ 500 հոգի Ես կինոմոսկվայի կապույտ դահլիճում, որը 500 հոգանոց է, Լեփ Լեցուն համերգներ եմ ունեցել կլինի դա կասեմ երբ մի 10 տարի առաջ, գիտեք ինչ, հիմա բանն է փոխվել։ Ոչ թե ես չէի կարող լսնել 500 հոգանոց։ ինչն է փոխվել այս ժամանակն է փոխվել։ Ինչ որ հիմա լսում հիմա մարդիկ։ Հիմա ուրիշ է ամեն ինչը դարել։ Հիմա նույնիսկ ես ինքս անձամբ ինձ դառնալով հարցնում եմ, ասում եմ ես ինչի համար արեցի այդ գործը։ Ես ուզում էի վերածնել այն սքանչելի, ասենք մեր մշակույթին գոհարներից մեկը, այն ամենաբարձրակետերից մեկը դա մեր միջնադարյան սիրային քնարերգությունն է, որ ֆանտաստիկ գեղեցկություն է, էլի, որը ես ուզում էի, որ դա երգվեր, բայց մեղեդիները չկան։ Մի անգամ տարիներ առաջ դեռ ֆոտակավին երիտասարդ էի, Hortus Musicus-ներ եկել Էստոնիայից եւ նաեւ Ֆրանսիայից եկել էր մի հատ խումբ, որոնք կատարում էին օրիգինալ ֆրանսիական մաստերզինգերների այդ երգերը, տրուբադուրների։ Ու ես համերգից հետո իրենց մոտեցա, հարցրեցի, ասեցի, բա այդ որտեղից եք վերցրել։ Ինքը շատ զարմացավ, ասեց, ոնց որտեղից գիրք կա պահպանված 14-րդ դարի, որում 400 հատ երգ նոտագրած մեղեդիները ու տեքստերը կա, մենք ուղղակի ասում կատարում ենք դրա։ Իսկ մեզ մենք չունենք դա։ Ու ես նենց ափսոսում եի, ասում եի, վայ, այս գեղեցկությունները ասես մնացել են, մարդիկ ոչ էլ լսում են հայրենները։ Այդքան սիրում բաներ աշխարհիկ, ամբողջ 80%-ը, եթե 80% երևի ճիշտ տոկոս կասեմ, մեր պատմական պոեզիայի կրոնական է։ Աշխարհիկ չկա, սիրային քիչ է, շատ քիչ է, չնայած ես մեծ գիրք ունեմ հայրենների։ Ու ես որոշեցի, որ ես ինքս կդառնամ այդ աշուղներից մեկը։ Իսկ ինչու օրինակ ես չեմ կարող լինել այդ աշուղներից մեկը, ով երաժշտություն կգրի, բայց հիմա այսօր ես ասում եմ, ես ում համար եմ ես սա արել, լավ։ Ում համար եմ արել ես։ Իսկ արդյոք արվեստագետը պետք է հենց առաջնային այդ խնդիրը դնի, թե ստեղծագործի, քանի որ չի կարող ստեղծելու հարցը չեմ դրի, հիմա եմ այդ հարցը տալիս, ասում եմ, այն որ արեցի, ես այդ ում համար արեցի, հետաքրքիր է։ Իսկ միգուցե թողնեք ժամանակի եւ ժամանակը որոշի։ Թող որոշի։ Հիմա չեք ստեղծագործում։ Ստեղծագործում եմ։ Եվ ո՞րն է ձեր ներշնչման աղբյուրը։ Ես հաճախ ձեր արվեստը բնութագրում եմ որպես նոստալգիկ, այսպես դեպի անցյալ տանող, բայց եւ ժամանակակից վերանգավորմամբ։ Իսկ ներկայում ինչն է ձեզ ոգեշնչում։ Տեսեք, երբ որ ես նորեն առաջի նսկավրակլի ալուսինի որ թողարկեցի, ես իմ առջև դրել էի խնդիր, որ սա պիտի լինի ժամանակակից, սա պիտի լինի ազգային եւ սա պիտի լինի մեր ժառանգության վրա հիմնված։ Համ ժառանգության վրա, համ ժամանակակից, համ էլ ազգային պիտի լինի։ Բավականին բարդ խնդիր։ Հա, բարդ խնդիր էր, բայց ես այդ խնդիրը լուծել եմ։ Այսօր ես այդ խնդիրը չեմ դնում, ես այսօր փորձում եմ արդեն ես դառնում եմ դեպի ինձ ու փորձում եմ ուղղակի իմ առջև կանգնած հարցերի պատասխանները գտնել։ Ավելի ղինակային եմ դառել ես հիմա, քան այն ժամանակ։ Այն ժամանակ ես տենց ավելի մշակույթի մեջ ուզում էի լողալ, հայկական, իսկ հիմա արդեն ոնց որ թողել եմ դա հանգիստ ոլորտը։ Ուզում եմ ինքս ինձ հետ իմ հարցերը բարձել։ Ո՞րն է ձեզ ամենից շատ հուզող հարցը այս պահին, եթե կարելի է կիսվել դրանով։ Ամենաշատ հուզող հարցը ժամանակի հարցն է։ Դա ինչ բան է այդ ժամանակը, էլի։
մեր փոխհարաբերություն, իմ փոխհարաբերությունը ժամանակի հետ, ոնց վարվել դրա հետ, ոնց ընդունել, ոնց չընդունել, այդ ինչ բան է ժամանակ, տենց փիլիսոփայական Փուլեք մտել։ փուլ եմ մտել։ Ժամանակից խոսեցիք եւ ես բնավ չեմ ուզում խոսել տարիքի մասին, որովհետեւ ոչ միայն այն պատճառով, որ կին եք, այլև դե ինչ է տարիքը պայմանական մի թիվ։ Բայց այդ թվերի մեջ կան ռուբիկոններ, ինչ որ գեղեցիկ, ինչ որ տարիներ անց հոբելյանական թվեր եւ շուտով ձեր ծննդյան տարեդարձն է։ Ընդհանրապես ինչպես եք վերաբերում ծննդյան տարեդարձներին, սիրում եք, չէ՞։ Իստում է մարդկությունը այս հարցում կիսում է երկու մասի՝ մարդիկ ովքեր սիրում են նշել եւ ովքեր չեն սիրում, նրանք ովքեր սիրում են ամեն տարի բարձրալին շնորհակալ են, որ եւս մի տարի պարգևեց, այ դուք որ թվին եք պատկանում։ Դե ես երբ որ մոտենում եմ քանի մոտենում եմ այդ տարեդարձի օրվանը, հատկապես հոբելյանին, վախը գնալով աճում, Ինչից եք վախենում։ վախենում եմ այդ թվից, աճում, բայց երբ որ կայանում է, հետո դրանից հետո նոր բան է, չէ՞ սկսվում, նոր հետո տենց հասկանում ես, ասում ես, Ինչից էի վախենում, հա, ինչից էի վախենում, լավ, ված չի։ Ես բան եմ, դες հանգիստ եմ վերաբերվում դրան միջալոց ոչ առանձնապես տենց տոնում եմ իմ ծննդյան օրերը, ոչ էլ տենց ինչ որ շատ տխրում, օր էլի Կա մի ծննդյան օր, որ հիշում եք իր անակնկալներով, գուցե անսպասելի իրադարձություններով։ Կա, բայց չեմ պատմի։ Լավ, հավանաբար նվիրական անձնական է։ Եվ կարելի ասել, որ գալիք համերգը կապված է հենց ծննդյան տարեդարձի հետ։ Այո, իմ աղջիկը խորհուրդ տվեց, ինձ ասեց համերգ դիր ծննդյան նշանավորի օրը։ Հա, ի նշանավորումը ես մտքովս չէր անցնում, մտածեցի հա լավ, ու այդ համերգը հենց բանա այդ ինչի մասին որ մենք խոսեցինք, այդքան երկար, հա, այդ անցյալի հայկական դասական պոեզիայի այդ գեղեցկությունների բան։ Այդ ինչով ես տարիներ շարունակ, հա, ուզում եք այդ մասին հիմա Այո, իհարկե։ Այդ երկերը, որոնք ես տարիների մեջ եմ կուտակել եմ, անդրադարձել եմ, հիմա տես մի հատ ստվար թիվ է կազմում, այն երկերի, որոնք ես գրել եմ այդ գեղեցկագույն տեքստերի վրա, երաժշտություն, հետո անսամբլի համար եմ գործիքավորել դա, ու ես որոշեցի դրանք բոլորը հավաքել մի համերգ, անել, վաղուց էի ուզում դա անել, այդպիսի համերգ չեմ արել, որ բոլորը այդ ժանրի մեջ խտացրած լինեն։ Հաջողվել է կազմ հավաքել։ Հա, շատ լավ երիտասարդ երաժիշտներ են, հա։ Այսօր առաջի փորձն է հենց սրանից հետո ու նենց եմ ես հայրիկս գեղանկարիչ էր ու ինքը միշտ ասում էր ես կոմպոզիտոր եմ այն իմաստով որ կոմպոզիցիային հորինվածքին մեծ նշանակություն էր ես հիշում եմ ինքը նկարը որ անում էր հետո կողքից կկտրեր, տակից կկպցներ, չափերը կմեծացներ, չափերը կփոքրացներ, կոմպոզիցիոն այդ խնդիր։ Ես նույն վիճակում եմ, ահա որ հետո ես պերֆեկցիոնիստ եմ, դա սարսափելի բան է, չգիտեմ, կարող եք դուք լավագույնի։ Չէ, ես կարողանում եմ ինչ որ պահից ստոպ ասել, կյանքը բան չի, կատարյալ չի, բրավո։ Բայց ես այնպիսի կոմպոզիցիա եմ կազմել համերգի համար, որ տրամաբանական հերթականությամբ շարվի, որ ժամանակային հերթականությամբ շարվի, որպեսզի ես արանքներում դրել եմ երկու հատ գործիքային ստեղծագործություն, որ ունեմ, որպեսզի ես կարողանամ մի քանի րոպե հանգստանալ այդ ընթացքում։ Դրեցի, վերցրեցի 10 անգամ, վերջապես հիմա շարել եմ ու ինքս շատ անհամբեր եմ, հետո բան եմ պատրաստել, վիդեոշար եմ պատրաստել,
որը պիտի ցույց տա մեծ, հետո գունային ձևավորումներ մտածեցինք միասին, ինձ թվում է պիտի սիրուն բան ստացվի։ Այս հին ու նոր միջնադարը Հա, այս հին ու նոր միջնադարը այդպես է կոչվելու Անուշը համերգը։ Տերմինասյան առաջարկեց այդ բանը, կարգախոսը։ Մի քիչ ինձ թվում է այդ կարգախոսը մի քիչ շեղում է։ Ես ուզում եմ հիմա գոնե լսողներին, նայողներին ասել, որ ինքը իրականում միջնադար չի, որովհետև Տանելու է, բայց հետա բերելու։ Հա տենց ինքը ակնարկելու է, բայց մենք մնալու ենք ստեղ, էլի, այսօրվա մեջ ենք մնալու։ Սրանք օրիգինալ միջնադարյան մեղեդներ չեն։ Այդ եմ ուզում ասել, դա կարևոր է։ Այլ դա Երկերի պրեմիերաներ կլինեն։ Հա։ Այնտեղ կան մոտորպես 19 գործից 5-ը դեռ ձայնագրված չեն, որոնք ես կատարելու եմ։ Նույն մնացածը ձայնագրվել։ Ձեր երգացանկից ամենասիրված երգը եւ ունկնդրի կողմից սիրված, սպասված երգը նույնն է արդյոք։ Իմ կողմից սիրված եւ ունկնդրի կողմից սիրված Եվ եթե գաղտնիք չէ, ձեր ամենասիրված երգը որն է։ Գիտեք, ես չունեմ ամենասիրված երգ։ Ես ունեմ սիրված երգեր, բայց ինձ ամենա ես չունեմ։ Ամենան միշտ լինում է ամենանորը, իմիջիալից վերջինը, բայց ես հիմա այդպես չունեմ։ Ես գիտեմ, որ հիմա երիտասարդները ամենից շատ սիրում են այն երգերը, որոնք ամենից շատ սիրում են ես դառնում եմ դուն, չգիտեմ ինչու, որովհետև դա բան է, այսօրվա շնչով գրված, տենց սիրո, տենց բարդ իրավիճակի մասին երգաշատ են դա սիրում։ Բայց ես օրինակ այս համերգում կատարելու եմ 2 գործ, որոնք ես շատ վաղուց չեմ կատարել, որոնցից մեկը գրված է, այտենց մի քանի հայրեններ եմ հավաքել, իսկ մյուսը էլի այտենց միշտերից կա։ Ես ես վերջերս դրանք փորձում եմ ու մտածում եմ, վայ, ինչ սիրուն են այս երգերը։ Վայ, ինչի ես այսքան ժամանակ սրանք չեմ երգել, վայ, ինչ սիրուն են։ Ձեր հեղինակած երգերից կլինեն։ Բնականաբար որ տեքստն էլ իմը լինի, նկատի ունեք։ Դե կամ երաժշտությունը կամ։ Այդ երաժշտությունները բոլորը իմն են։ Բայց իհարկե միայն տեքստերն են միջնադարը։ Այնտեղ 2 երգ կա, որը ժողովրդական է, որը ես ուղղակի մշակել եմ անսամբլի համար։ Ներողություն, իսկ Միլար երգը։ Միլարի հեղինակը Շուշանի Կուրգինյանն է, երաժշտության հեղինակը ես եմ։ Երաժշտությունները հիմնական, ասում եմ, 2 երգ կա, որ ունի հեղինակներ, 2 հեղինակ։ 2 երգ կա, որ երաժշտության հեղինակն էլ է, տեքստը միշտ Երոպե հաշվեմ հələ մի հատ, քանի հատ էր։ 2 հատ ժողովրդական երգ կա, եւս 2 երգ կա, որը ժամանակակից հեղինակներ է։ Այդ 4 երգերը համար ես արել եմ գործիքավորում ուղղակի։ Մնացած բոլորը երաժշտությունը իմն է, որից 2-ը նաեւ տեքստն է իմը։ Հիմա ես չգիտեմ, ես այդ պատմեմ եմ ուղղակի ընթացքում կամ միգուցե կտպագրեմ, չգիտեմ, դեռ մտածում եմ։ Իսկ ձեր հոգուն համահունչ պոեզիայից ինչ որ բան կարող եք մեզ ընթերցել, այսպես համապատրաստից։ Ուզում եք ես ընթերցեմ այն ինչը, չգիտեմ, ճիշտ կլինի արդյոք, որը պատրաստվում եմ ընթերցել համերգին, թե չէ, թե դա թողնեմ։ Թեկուզ 4 տող։ Կես գիշերին դուրս ելա, թանթաղ ամպիկ մեր ելեր, մարմանդ ձնիկ մեր թալեր, բոկիկ հետիկ մեր գացեր, առաս հետիկն ու գացի կայնագլխնուն, վարդեր փռուկ երեսնուն, 2 ծոցի մեջ նշան կար, չոքաթեզ նշան պակնեմ գլորա զնդան ընկա, կանչի սուրբ ուսերով փեք մեկիկ չեկա վերևան, այն զնդան, ինչ մեծ զնդան, մեջ վարդեր բոլոր ռեհան, գիշեր խալդա դուրս ելա լուսնակն անուշ կցոլար, լուսին իմ հովան լուսին, ուր կերթաս, հալպասարին, լուսնագիշեր անահուն, չափե աշուն ու գարուն, լուսնակներ սարով ոլոր, հմ խորոտիկ, հմ բոլոր, լուսնակնել բակների չեր, բակն
արևով էր լցեր, յարուկ բաղչեն խորոնք քուն, բուրսայու բարձ տակ գլխուն, ծոցերը բաց աստղնուն, լուսնակ բերի անուշ քուն, գիշերս ես դուրս ելա, քո սիրուն հիվանդ ընկա, լուսնակն էլ բակների չէր, բակն արևով էր լցեր։ Շնորհակալություն։ Որքան գեղեցիկ է մեր հայերենը։ Շատ։ Եվ որքան քիչ ենք մենք այն ոչ միայն օգտագործում, այլև ընդհանրապես լսում։ Եվ որքան է այն աղավաղվել այսօր։ Որքան Ինչքան երաշտական է, չէ, եւ գրափար երկեցիկ, բայց կարծես երկեցիկ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ընդունեցիք հրավերը, շատ անկեղծ պատասխանեցիք այն բոլոր հարցերին, որոնք մեզ հուզում էին եւ հուսով եմ, որ մեր ունկնդիրները ինչ որ նոր բան իրենց համար բացահայտեցին կամ պարզապես կարոտով լցված լսեցին ձեր ձայնը թեկուզ հարցազրույցի միջոցով, իսկ բոլոր ձեր արվեստի երկրպագուները հնարավորություն կունենան համերգի ընթացքում լսել ձեր նոր կատարումները եւ ինչպես նաեւ հին ու սիրված երգերը։ Ձեր հայտնի երգից մի տող քեզ ինչ թե ինձ բաժին մնա, հուսով եմ մեր զրույցից մնաց միայն լուսավոր եւ հաճելի հիշողություններ։ Ես միգուցե ասեմ ամսաթիվը մարդիկ իմանան երբ կգան, հունիսի 20-ին, դա ուրբաթ օրն է, հաջորդ մի շաբաթ հետո, հունիսի 20-ին ուրբաթ օրը երեկոյան 7-ին Արնո Բաբաջանյան սրահում իմ համերգն է լինելու, համեցեք, Facebook-ում կա դրա իվենթը դրած, աֆիշը այսօր խոստացան, որ կկախեն, եկեք, ով որ սիրում եմ երգերը, եկեք, ես ուզում եմ ձեզ տեսնել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Հարգելի ունկնդիրներ, հիշեցնեմ, այսօր հյուրընկալել էինք երգահան, երգչուհի, ճարտարապետ Լիլիթ Պիպոյանին։ Ձեզ հետ էր Սուսաննա Հովանիսյանը։ Ինչ նոր հանդիպում։